Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով փողոց Երևանում վաղուց կա։ Զեյթունում գտնվող թիվ 48 դպրոցն էլ նրա անունով է կոչվել դեռ 51 տարի առաջ։ Այսօրվանից դիմադրության շարժման մասնակցի անունով պուրակ էլ կա։ Այն մայրաքաղաքի սրտում է, Մարտոցի պողոտայի միջանկյալ հատվածում։ Բացման արարողությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն են կատարում։ Սիրելի երևանցիներ, իհարկե մենք Ֆրանսիայի նախագահի հետ միասին նախատեսել էինք ընդարձակ ելույթ, բայց հաշվի առնելով մեր եղանակային պայմանները, մենք որոշեցինք սահմանափակվել զուտ միայն ձեզ շնորհակալություն հայտնելով ու նաև հուշաքարը բացելով։ Մի պահ կարծում էինք, թե ուժեղ անձրևի պատճառով այս արարողությունը չի կայանա, սակայն հայ-ֆրանսիական բարեկամության ուժը համոզեց նրան, ով տնօրինում է եղանակը, նա լսեց մեր աղոթքները եւ այնպես արեց, որ արևը նորից դուրս գա։ Միսակ Մանուշյանի անվան հուշարձան ու փողոց Փարիզում էլ կա։ Ֆրանսուଆ Օլանդի խոսքով ֆրանսիացիները երբեք չեն մոռանա, թե հայերն ինչ են արել Ֆրանսիայի դիմադրության շարժման պայքարում։ Լուի Արագոնի տողեր հիշելու համար կամ կարմիր աֆիշ բանաստեղծությունը հնչում է նոր երաժշտության հնչյունների ներքո։ Հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է։ Կոմպոզիտորը չի էլ իմացել, որ բանաստեղծությունը երաժշտություն ունեցել է։ Մենք պետք է անպայման Միսակ Մանուշյանի հանդեպ ցուցաբերեինք մեր վերաբերմունքը։ Նա ազգային ամենաբարձր գնահատված հերոսներից է։ Չնայած անձրևին նախագահները շրջեցին պուրակում, զրուցեցին հավաքվածների հետ։ Միսակ Մանուշյանի անվան պուրակի բացումը Մելինեն երկար կհիշի։ Նա Ֆրանսիայի նախագահի հետ խոսել է ֆրանսերեն։ Ձեռքը սեղմեցի, ողջունեցի։ Ազնիվ Կարապետյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։